Չի հանգստանա մինչև այս իշխանությունը չհեռացնի։ Դե թող հանգստացնող եւ այլ միջոցառումներ իրականացնի, առողջարանային կամ այլ չխորանամ, իր խնդիրն է, մեկնաբանելու բան չունեմ։ Եվ կարծում եմ, որ նա նաև չի հանգստանում, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման բավական մեծ փաթեթ կա, որը հաջողությամբ պիտի նրան հանգստացնի, եւ երբ որ պետությանը վճարվի վերջին լուման իր կողմից թալանված, վստահաբար ես ասի քրեական գործեր կան, որոնք որ դեմեք որ լրացվի, չեմ ասում, բայց ինչի՞ լացանեք, պետք է գործ անեք, ապացուցեիք դա, որ այդքան գումար է յուրացել։ Հարգելիներս, հենց գործը արված է, ապօրինի գույքի բռնագանձման թե օրենսդրական դաշտն է ստեղծված, թե գործերն են ընթացքի մեջ եւ թե ունենք կայացած վճիռներ, վստահաբար մինչև վերջի լումանել մեր պետությունը հետ կլինի։ Քաղաքականներն ու Նիկոլ Փաշինյանը իրենց Մենք պետական բյուջեն նախ ես ընդհանուր բյուջեի մասով զերծ կմնամ թիվ հնչեցնելու կրկնակիից ավելով ավելացել է եւ դա ավելացել է հենց նրա շնորհիվ, որ 2018 թվականի ուրեմն Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անում է ամեն բան տնտեսական աճ ապահովելու եւ ոչ թե թալանելու, այլ դա ուղղելու առողջության ապահովագրությանը, ուրեմն ճանապարհների կառուցմանը, դպրոցների կառուցմանը եւ այլ տնտեսական ծրագրերին։ Արտաքին պարտքն է։ Բա շատ գիտեք Ես չեմ խորանա այդ հարցերի մեջ, խնդրեմ այն գերատեսչական ցուցանիշներ եք ասում։ Այո, եւ շատ ճիշտ եմ ասում եւ շարունակեմ, որ մեր ուրախ ավտոբուսը, որը որ ուրեմն այս օրերի ընթացքում ես պետք է ասեմ, որ մեր քաղաքացիների, մեր ժողովրդի այն ահռելի սիրո, աջակցության եւ գնահատանքի ալիքը չափաբաժինը, որ ստացել ենք, մեզ մղում է էլ ավելի լծվելու ծառայելու մեր ժողովրդին, էլ ավելի մեծ եռանդով եւ ուժով պայքարելու, որպեսզի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը ունենա սահմանադրական մեծամասնություն եւ շարունակի մեր երկրի զարգացման անկասելիությունը, ապահովի խաղաղության ամրապնդումը եւ Հայաստանի Հանրապետության եւ միլիարդավոր դրամների պարգևավճար ստանալու։ Պետական ապարատն էլ, այո, պետք է վարձատրվի պատշաճ, որպեսզի մեր պետական համակարգում մենք կարողանանք ներգրավել մեր ամենալավ կադրերին եւ Տիկին Ավանեսյան, ձեզ օրինակ ինչքան է լինելու։ Ուրեմն, եթե կառավարության որոշմանը տեղեկացել եք, որը բաց ընդունվել է նախորդ կառավարության նիստին, ուրեմն կառավարության որոշումը ենթադրում է առաջնահերթությունների ապահովման ըստ կատարողականների վարձատրության մեխանիզմ, որը շատ ավելի խիստ մոտեցում է, քան թե ուղղակի աշխատավարձի վերանայումը եւ այս փոփոխությունը վերաբերում է ամբողջ պետական ապարատին։ Եվ այս պետական ապարատի աշխատանքի արդյունքում է նաեւ, որ մեր երկիրը ամեն տարի գրանցում է տնտեսական աճ, ամեն տարի իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ եւ ըստ էության իմ ոլորտով ասեմ, այո, մեր առողջապահության ուրեմն ոլորտի պետական ապարատի աշխատողները աշխատել են շատ ծանրաբեռնված եւ արժանի են բոլորը։ Ես հայտարարագիր ներկայացնող անձ եմ, երբ որ կներկայացնեմ, երբ որ հայտարարագիրս կներկայացնեմ, կտեսնեք։ Տիկին Ավանեսյան, իսկ ինչ բյուջեով եք գնում ձեր ներկուսակցական տուրերին, որովհետև մտահոգություն կա, որ դրանք իրականացվում են հենց այդ բյուջեի հաշվին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ֆինանսական մուտքերի ու ելքերի առումով ամենաթափանցիկ կուսակցությունն է։ Կարող եք բացել, հարցում անել, ծանոթանալ, հենց քաղաքացիական պայմանագիր կուսակցության անգամ հրապարակված է, կարող եք բացել նայել։ Տիկին Ավանեսյան, Իրանը
նշանը, որ փոքրացած հայաց ձեր իշխանության օրոք փոքրացած Դե Նարեկ ջան, դա ինձ ուղղված հարց է։ Դե ասում եք բաց թափանցիկ եք։ Ապօրինի գույքից Եվ ասում եմ ու նորից կրկնում եմ, որ ապօրինի եք խոսում։ լավ եմ անում, դա վերաբերելի է այն մարդկանց, ում մասին խոսում եմ, մեր մասին Կանոն դե չի։ մի ասեք, որ դա վերաբերելի չի, դա էլ ձեզ վերաբերելի չի, դա Դուք էլ տոնայնությունը խնդրեմ պահպանեք ձեր սահմաններում։ տոնայնությանը համարժեք Իրան օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին, մասնավորապես բժշկական պարագաներ եւ այլն։ Այս մասով քննարկում կա թե չի։ Այս մասով ես այսպես գիտեք հանձնաժողովի քննարկման էի եւ հիմա այս պահին չեմ կարող պատրաստ չեմ ներկայացնելու հարցին տեղյակ չեմ այս պահի դրությամբ ուր ենք հասել։ Հումանիտար օգնությունը ինչու է ձգձգվում Տիկին Ավանեսյան, որովհետև տեսեք հարևան երկրներն օգնում են, Թուրքիան օգնում է, Ադրբեջանից մեր հարևանները օգնում են, այն հարևանները, որոնց հետ կապված Իրանը Վստահաբար մեր Հայաստան ինչու է ուշացնում։ Վստահաբար կառավարությունը կամ մեր արտաքին գերատեսչությունը հանդես կգա հայտարարությամբ, վստահ եղեք, որ սահմանված ձևով եւ ընթացքով կառավարությունը արձագանքում է այն ամենին, ինչ անհրաժեշտ է համարվում։ Ընտրություններից հետո օրենսներում թե գործադիրում կցանկանաք լինել Տիկին Դեռ վաղ է դրա մասին Իսկ խոսել։ այդ հանուր առմամբ բժշկական համակարգը մասնավորապես Սիսյանի բժշկական Կենտրոնը։ Այո։ պատրաստ են ընդունել Իրանից Բայց ինչի հենց Սիսյանը։ Ասեմ, որ Սիսյանը հարցը տալիս եք, ինձ թվաց պետք է ասեք, երբեք բացելու։ Ուրեմն Սիսյանի բժշկական կենտրոնը կբացենք մինչև հունիսի 1-ը ըստ սահմանված ժամկետի։ Մեր առողջապահական համակարգը ուրեմն ունի բոլոր իրավիճակների վերաբերելի գործողությունների պլան եւ ըստ այդ պլանի պատրաստ է գործել բոլոր հանգամանքներում։ Այդ ինչ տեղեկություն ունեք։ Անչափահաս երեխաներ են հիմնականում թիրախ։ Դե ընդհանրապես վարակիչ հիվանդությունների որպես հիմնական թիրախ, այո, մինչև 18 տարեկաններն են, բայց ես ասեմ, որ այս տարի հակառակը ունենք գրիպով հիվանդացության բավական ցածր ցուցանիշներ, միայն նոյեմբեր-դեկտեմբերին էր որոշակի ակտիվացումը, դե գարուն է, պետք է տակ հագնվել, չխաբնվել տակ եղանակին։ Տիկին Ավանեսյան, այսինքն փոփոխելով նաև այս ապահովագրության մասով մտահոգությունները բուժաշխատողների, որ աշխատավարձերը ցածր է լինում որոշ բուժաշխատողների մոտ, այս հարցը լուծված է թե ոչ, որովհետև ասում են Ես ձեր հարցին արդեն ները, որոնք իրականացվում են MRT-ին, ԿՏ-ին եւ այլն, այնքան ցածր է գրված գումարը, որ իրենց ձեռնտու չի այդ գումարով աշխատել։ Հիմա այս ուղղությամբ խնդրումից է լուծվել։ Հարգելի գործընկերներ, ես ներկայացրեցի, որ առողջության ապահովագրության շրջանակներում մենք դիտարկում ենք ամեն ուղղությամբ, ամեն մասնագիտացմամբ եւ ըստ բժշկական կենտրոնների ինչպես է փոխվել դինամիկան վարձատրության։ Բացի իմ ներկայացրած մասնագիտություններից եւ պետք է նշել, որ լինում են նաև լոկալ խնդիրներ, հարգելի գործընկերներ։ Մարդկանց աշխատավարձը մենք չենք սահմանում, մենք փոխհատուցում ենք ծառայությունների դիմաց, եւ ես նշել եմ բոլոր լոկալ դեպքերով, որոնք գալիս են մեզ, եւ ես նորից կրկնում եմ մեր սիրելի բուժաշխատողներին, որ ինձ ուղարկեն բոլոր այն դեպքերը, որոնք որ ըստ իրենց սահմանված իրենց ակնկալիքից ցածր է եղել։ Մենք բոլոր դեպքերով անհատապես զբաղվում ենք, հասկանում ենք, հետադարձ կապով նաև հաղորդում ենք։ Իրանք անհանգստանում են, որ եթե ուղարկեն, հնարավոր է իրենց աշխատանքը կորցնեն։ Հենց Հենց տնօրինության կողմից։ լուրջ ինչի մասին եք խոսում։ Եթե դուք վստահեցնեք, որ իրանք չեն կորցնի։ Ես Հայաստանի Հանրապետությունում նման բան վստահեցնելու կարիքը չունեմ։ Մասնագետների մասով նեղ մասնագետներ, բուժքույրեր, շտապօգնության բժիշկներ, անեստեզիոլոգների աշխատավարձները հիմնական նշումը, որ ընդհանրից է դարձել։ Ես չգիտեմ դա երբ բան է տեղեկատվություն է։ Փոխանցեք ձեզ ուղարկված բոլոր կոնկրետ գործերը, ես ամեն մեկիդ ուղարկածով անհատապես կզբաղվեմ հետևողական։ Մարդիկ ուղղակի վախենում են, որ կազատվեն աշխատանքից, Ցեղասպանության ինստիտուտ Թանգարանի տնօրենի օրինակը սարսափած են, նույնիսկ իրենց իրավունքների հետ կապված հիմա վախենում են Տիկին Ավանեսյան խնդիր բարձրացնել։ Ձեր եզրահանգումը մոտարպես կատակի ժանրից է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը եւ ժողովրդավարական
ինստիտուտները թույլ են տալիս մեր բոլոր քաղաքացիներին արտահայտել թե իրենց բողոքը, թե դիտարկումները, թե կարծիքը, բայց սա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունում անթողություն է։